Փաստորեն ընդամենը 45 րոպե է տևել, որովհետև իմ այն հայտարարությունից հետո, որ ես իրեն դատի եմ տալու եւ դե յուրե դատարանում իրեն կերցնելու եմ իր հայտարարած 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկը, Կալուգացի օլիգարխը հենց նույն ասուլիսի ժամանակ լրագրողների աչքի առաջ իմ այդ հայտարարությունը լսելով սկսել է չկմեղանալ, թե ինքը տեն չի ասել, ինքը ուրիշ ձևի ասել, ինքը հետ չի նկատի ունեցել, ինքը ոչ չի ասել, որ դա իրականում տեղի է ունեցել, ինքը ընդամենը մտածել է եւ տպավորություն ունի, որ տենց տեղի է ունեցել, կարճ ասած, կերցնելու կարիք չեղավ, ինքը կամավոր կերավ, իհարկե իմանալով, որ ասել եմ ու կկերցնեմ, լավ եղեք։ Փաշինյանը էլի սունգա կերել։ Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր եւ իմ ինֆորմացիայով մոտարապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Ինքը երբ ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերը։ Ինչքան շատ սուն կուլ տա, այնքան շատ բան կանի, պատմի։ Ինձ ցույց տվեցին Կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար դատի եմ տալու Կալուգացի օլիգարխին եւ բառիս իրավական իմաստով 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու Կալուգացի օլիգարխին։ Կներեք կոշտ բառապաշարիս համար, բայց ի վերջո ամեն ինչ չափ ու սահման ունի։